Տիկին Աբաջյան, այ կպատմեք մեզ ձեր ուսանողական այդ երջանիկ տարիների լավագույն հիշողություններից։ Ուսանողական տարիներից լավ է անցել, չնայած աղջիկների շրջապատում ես ինձ այդքան էլ լավ չեմ զգում, ասեմ ձեզ։ Տղաների միջավայր ինձ ավելի շատ ցկում է, շատ ընկերներ ունեմ, մինչև հիմա էլ ունեմ, շփվում ենք շատ, ընտանիքով մոտ ենք եղել։ Կանանց շրջապատը մի քիչ ցկում, մի քիչ, չգիտեմ, երևի մեր խառնվածները չի բռնում, ես ինքս խառնվածքով շատ եռուն եմ, իսկ դանդաղաշարժ մարդկանց ես չեմ սիրել։ Իմ մոտ միշտ արագությունն ա եղել, որ մի քիչ դանդաղ են խոսում, ասում եմ արագացու, արագ-արագ, ականջիս ընկալելի չի։ Լավ են անցել, ընդունվել եմ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիո-տեխնոլոգիական բաժինը, իհարկե ես էլեկտրոքիմիա բաժինն եմ նախընտրել, բայց այդ տարի երբ ընդունվեցինք, մեր ռուսական եւ հայկական բաժինները փոխվեցին եւ ինձ տեղափոխեցին սիլիկատներ բաժինը, կապակցանյութեր, որի մեջ նաեւ ցեմենտ ա մտնում եւ դիպլոմայից պաշտպանել եմ ցեմենտ։ Ուսանողական տարիներ շատ լավ, ասեմ ինչ, ուսանողական գարուններին շատ մասնակցել ենք, լավ ընկերներ ենք ունեցել, որոնք հիմա լավ պաշտոններ են աշխատում։ Ես ընդհանրապես եւ լավ մանկություն եմ ունեցել, եւ լավ ուսանողություն եմ ունեցել, եւ լավ կոլեկտիվ եմ ունեցել դրանից հետո աշխատանքի եւ հիմա էլ լավ կոլեկտիվ ունեմ աշխատանքի։ 88 թվականի աղետալի երկրաշարժը հազարավոր մարդկանց ճակատագրեր փոխեց։ Խոսենք նաև այդ տարիների մասին, հիշողությունների մասին եւ ինչ փոխվեց ձեր կյանքում։ 88-ի սպիտակի երկրաշարժը շատ մարդկանց ճակատագրեր փոխեց, շատ։ Ես ինքս 88-ին ավարտել եմ ինստիտուտը եւ փորձեցի մի քանի ամիս դադար տալ, որտեվ պատկերացեք 79 թվականից աշխատել եմ։ Մեր տարիներին ինստիտուտ ընդունվելու համար պետք էր պարտադիր բանվորական ստաժ աշխատանքային։ Դա ինչ որ մի հատ ուսուցողական բան էր, որ երևի դա ճիշտ է, որտեվ ամեն մեկ այդ գործարանային աշխատանքը պետք է զգա, որտեվ դա կյանքում շատ պետք է գալիս։ Ես հիմա որ աշխատում եմ, ես զգում եմ, որ այդ գործարանային, այդ արդյունաբերության փորձը շատ պետք է գալիս կյանքում։ Դեկտեմբեր ամիսը Գյումրիում էի, մենք հրաշքով ենք փրկվել, սեփական տունը թողեցինք եւ բնակելի շենք տեղափոխեցինք։ Բնակարանը չփլվեց, ճիշտ է, բայց ավիրվեց լրիվ։ Եվ հրաշքով փրկվեցինք, ամբողջ գործարանները փլվեցին, մարդիկ շատ մահացան, հատկապես Լենինականից շատ մարդիկ մահացան, շատ իմ դպրոցը լրիվ հողին հավասարվեց։ Բոլոր ուսուցիչներս համարյա 98%-ով մահացան։ Շատ ահավոր էր։ Մեր դպրոցը ֆրանսիական դպրոցը իրար զուգահեռ էին։ Երևի ալիք այդտեղ շատ ուժեղ խփել էր, չեմ կարող ասել, որտեղ մինչև հիմա է բացահայտված չէ դա ինչից է պատահել։ Ամենայն դեպս եղել այն ինչ եղել է։ 89 թվականին Բայկանուրից, Լենինսկից եկավ մի կազմակերպություն շինարարական, որոնք Բուրանի շինարարության շինարարներն էին, եկան Գյումրիում վերականգնելու զինվորական ստորաբաժանումները, որտեղ բոլորն ավիրված էին։ 5 կայաններ կային, իրենք վերականգնեց, ես այդտեղ աշխատեցի որպես էկոնոմիստ, քանի որ ուրիշ բան չկար աշխատելու էկոնոմիկայի բաժնում եւ զինվորական ստորաբաժանումը հետ գնաց, ինձ էլ առաջարկեցին որպես լավ աշխատող։ Ես իմիջալոր շնորհակալագրեր ունեմ իրանց կողմից, հենց աշխատանքային քրկուկիս մեջ նշված է, որպես լավ աշխատող, երբեք աշխատանքի չեմ ուշացել, երբեք, այդպիսի բան չի եղել, իսկ այնտեղ շատ խիստ էր։ Դա հենց կարգապահությունն է աշխատանքը։ Այո, երբեք չեմ ուշացել, ոչ դպրոցից, ոչ ինստիտուտից, ոչ աշխատանքից։ Ինձ առաջարկեցին իրենց հետ տեղափոխվել Ղազախստան, ես չհամաձայնվեցի, ասի չէ, Գյումրին էսքան ավիրված, իմ ընտանիքը չեմ թողնի երբեք գա։ Իհարկե որ գնայի ծնողներս հետս կգայի միանշանակ, բայց ես չհամաձայնվեցի եւ իրենք որ տեղափոխեցին, ես արդեն տեղափոխվեցի Խոշորապանել տնաշինական կոմբինատ։ Անմիջապես իմ կրթությունը համապատասխանում էր իրանց եւ ինձ ընդունեցին որպես տեխնիկական վերահսկողության բաժնի պետ։ Դուք ինչ մասնագիտական կողմնորոշում ունեիք։ Ես մասնագիտությամբ կապակցանյութերն եմ ավարտել, որի մեջ մտնում է ֆարֆոր, ֆայաշ, ճենապակի, բյուրեղապակի, քաչ, ցեմենտ։ Այդ բոլորը ես ինքս դիպլոմայինը պաշտպանել եմ ցեմենտի գործարանի նախագծում եւ այլն շահագործում եւ ես ընդունվեցի ու սովորեցի։ Դժվար է աշխատանքը, բավական դժվար է, որովհետեւ 24 ժամվա աշխատանք էր։ Ասեց եթե ուզենաս դու կսովորես եւ ամենավերջի երևի կրճատվողներից գործարանի ես եմ եղել, որովհետեւ 2002 թվականին լուծարվեց գործարանը։ Կարող ենք ասել, որ հենց տնաշինական կոմբինատից էլ սկսեց ձևավորվել ձեր հետագա մասնագիտական ուղին։ Այո, ես ասել եմ արդյունաբերությունը, գործարանը, դա շատ մեծ դպրոց է, որ յուրաքանչյուր մարդ պետք է անցնի, որտեվ աշխատանքային ոչ մի օր իրար նման չի բացարձակապես։ Նրանք շատ տարբեր են, շատ հետաքրքիր է։ Իհարկե պետք է մարդ հասկանա սիրի մասնագիտությունը ամենակարևորը։
Ես կամա թե ակամա սիրեցի, որտեվ ես ճիշտ ասած ուզում էի քրեագետ դառնայի, շատ էի սիրում այդ կրիմինալի մասնագիտությունը, բայց կյանքը այդպես դասավորվեց եւ ես շատ գոհ եմ, չնայած երկրաշարժը չպետք է պատճառը, բայց գոհ եմ, որ այստեղ այս մասնագիտությունն եմ ընտրել։